Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, իհարկե Տիկին Սարգսյանի ծննդյան կապակցությամբ այն ծաղկեփունջը ազգային ժողովի նախագահը նվիրեց, բայց սա նաև կատարողականը համակարգի նկատմամբ Տիկին Սարգսյան։ Համակարգը ինչքան էլ փորձ է արվում խիստ քննադատություն, որը գուցե նաև շատ դեպքեր մարդարացված է, բայց նաև համակարգի հարցումները ցույց են տալի հասարակության վերաբերմունքը ներքին գործերի նախարարության ձեռնարկած միջոցների նկատմամբ եւ ավտոբուսի հետ կապված երեկվա միջադեպը, որը շատ արագ բացահայտվեց, Գերամնազարը նշեց, բայց շատ լավ որ բացահայտվեց, բայց մենք հիշում ենք, որ կային խմբեր մարտի 1-ին, այդ խմբերը արկա էին 2008 թվականին եւ այդ խմբերը մեկ էլ տեսնում ենք կազմակերպված ի հայտ են գալիս։ 3 երիտասարդ Նիսսանով գալիս են, որպեսզի ավտոբուսում հարց լուծեն։ Դա պատահական չի, դա պլանավորված գործողություն է եւ համարենք, որ ինչքան ընտրությունները մոտենան, այնպես այդպիսի պրովոկացիոն գործողությունները շատանալու են։ Տիկին նախարար, աջափնյակի դեպքերը, որտեղ ոչ մի բանից մեկ էլ 40 հոգի զինված որոշեցին բարի լույս անեն իրար եւ դրանք խոսում է, որ թաղերում կա այդ ուժը, որոնք թաքնված են եւ նրանք պետքա թաքստոցից կամ դուրս չգան, որովհետեւ նրանք ի հայտ գալով շատ դեպքերում զինված են եւ վտանգ են ներկայացնում նաեւ մեր հասարակության, որոնք փողոցում են, տրանսպորտի մեջ են եւ այլն։ Այս հարցին խնդրում եմ ուշադրություն դարձնել եւ համարել, որ վերաբերմունքը այս օրինագծի նկատմամբ տեսակ, որ բավականին դրական է եւ դա նշանակում է պարտավորեցնող է եւ այս համակարգը ներդնելով նաեւ այսօր նման դեպքերը կանխելով համակարգը ամեն օր պետքա ինքը պրակտիկ կյանքում ոտքի կանգնի, մեզ հնարավորություն տա 27 թվականին արդեն փաստաթղթի վրա նախանշած կետերով մենք ունենանք, որպեսզի ծառայեկից իմանա, որ իր առաջխաղացումը կապված է իր ապրած կյանքով եւ ծառայության ընթացքով։ Շնորհակալություն այս օրինագիծը ներկայացնելու համար 24 ժամ առաջ մեզ հնարավորություն կտա արագ սա կյանքի կոչել։ Շնորհակալություն։